այսօր մեր նորնյութը ներկայացնելու ենք հետևյալ կերպ, դուք բաժանվելու եք երկու խմբի, կբաժանվեք խոսքակալ, երկուսը տեսակը խումբ կլինեք, դուք եք կլինեք երկրորդ խումբը, Հարոտ և Անուշ ջան։ Ինչ եք անելու, առաջին խումբը, այսինքն Մագան և Սիրանուշը ուսումնասիրում է աշխարհի հարթակով իրաքյան ճգնաժամը և 2001 թվականի Ամերիկայի վրա ահաբեկչության թեմաները։ Ուսումնասիրում եք, կարդում եք թեման, որից հետո կարևոր պնդումները այդ տեքստի փին եք անում, կամ փին կամ նոթ, որ կուզեք, դրանով այստեղ նշում եք, որպեսզի ներկայացնեք ձեր դասընկերներին։ Լավ, հետո կբերենք համակարգիչը, որ իրենց տեսանելի լինի, կներկայացնեք։ Այստեղ կարևորավոր տեքստը լավ կարդալ ու կարևոր պնդումները, կարևոր փաստերը այստեղ նոթ անեք, նոթով նշեք։ Մեկը Իրաքի տարածքում կնշեք, բնականաբար են մյուսներ ամենի, վсё։ Հասկանալի է ձեր հաշվարկը։ Հասկանալի է ձեր հաշվարկը։ Շատ դուք ինչ եք անում, այդպես ես ես տրամադրել եմ երկու նկար և դրան համապատասխան հարցեր, դուք եք սրա համապատասխան աշխարհացուցիչ պատումների ուսումնասիրում եք Ուսամա Բեն Լադենի և Սադամ Հուսեյնի, որից հետո պաստառներ են պատրաստում իրենց նկարներով, պատասխանելով հետևյալ հարցերին տեքստի հիման վրա, այդ տեքստում նկարագրում է իրենց, թե ինչ գործունեություն են ծավալել, ու այդ հարցերն ավելի ստեղծագործական օրենքի են։ Փորձում եք այդ հարցերի հիման վրա աշխատել։ Այսքանը աշխատանքի համար կունենան 15 րոպե ժամանակ։ Это ահաբեկչության հարձակումից հետո Հինգ րոպե ունենք երեխեք։ Հետո այն մեկին անց եթե երեք Սիմոնը տաթևանոց անանք Եկա Հենց այդ սևը երևում է նոր բանարը։ Իրաքի ճգնաժամը սկսվել է։ դուք հետո կրճատեցիք շատ եկան Իրաքը ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ամենամեծ ողբերգություններից մեկն էր Ալ-Կաիդայի ահաբեկչության ցանցի անդամները և գրավեցին ուղևորատար 4 ինքնաթիռներ, զոհերի թիվը հասավ 3000-ի, այդ ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ն վերանայեց իր անվտանգությունը, ավելի ամրապնդեց ԱՄՆ-ի տարածքներ։ Դրանից հետո ահաբեկչություններից մեկն է նաև Բեն Լադենինը, իրաքյան ճգնաժամը սկսվեց 1990 թվականի Սադամ Հուսեյնի ղեկավարած
Իրաքը ներխուժեց Քուվեյթ, ՄԱԿ-ը սահմանեց պատժամիջոցներ, սակայն ապարդյուն 1991 թվականին Իրաքը պարտվեց, զորքերը դուրս բերվեցին Քուվեյթից, 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Նյու Յորքում ԱՄՆ-ն փորձում էր Քուվեյթից հանել Իրաքի զորքերը։ 2003 թվականին Սադամ Հուսեյնին ձերբակալեցին և 2006 թվականին զրկեցին կառավարությունից։ Շատ շնորհակալություն, երեխեք Սադամ Հուսեյնի և Բեն Լադենի մասին մեզ ավելի մանրամասն կներկայացնեն մեր հաջորդ խումբը։ Այստեղ ուղղակի մի քանի նկար կուզենայի ցույց տայիք Նյու Յորքի վրա հարձակումից։ Մտնենք այն հոդվածը նորից Նյու Յորքի։ Սխմենք այդ ավելի կետին։ Ու իջի ներքև այդտեղ նկարներ ցույց կտա։ Կարող ես մեծացնել այդ նկարները։ Այդ շենքն է, Պենտագոնի շենքն է, երբ հարձակվելավրեն ու վառվում է։ Այնտեղ նկարագրություն էլ կա, հետո ժամանակ ունենաք, կնայեք։ Այստեղ ով է նկարված։ Բեն Լադենը։ Այո, Օսամա Բեն Լադենը։ Այստեղ էլի նկարներ։ Տեսնում եք ավերվածությունները։ Շատ լավ, այդ տեքստերը ընթացիկ ոնց որ կարողանաք կարդալ այդտեղից էլ ինչ-որ բաներ անել, ընդհանուր աշխատանքի համար ապրեք, կարող եք նստել, հիմա լսենք մեր երկրորդ խմբին։ Դուք էլ եք երեխեք այդտեղից ներկայացրեք։ Բայց հարցերը կկարդաք, հա, որովհետև մենք չգիտենք ինչ հարցերի եք պատասխանել։ Լսում ենք երեխեք։ Հա, հարցը կարդացեք ու ներկայացրեք։ Ինչ գույնով ես պատկերացնում Օսամա Բեն Լադենին, Սադամ Հուսեյնին և ինչու։ Օսամա Բեն Լադենին պատկերացրել ենք դեղին գույնով, քանի որ երբեմն դեղինը ասոցացվում է անազնվության հետ։ Իսկ կարող եք մի հատը ներկայացնել, հետո անցնել մյուսին ու այնպես պահեք տեսնենք էլի ինչ նկարներ եք արել։ Սադամ Հուսեյն։ Եթե նրանց քաղաքական գործունեությունը լինել զգացում եք, ինչ զգացում կընտրեիք և ինչպիսի գույնով, գծով կամ ձևով կնկարեիք։ Բեն Լադենի քաղաքականությունը, եթե լիներ զգացմունք, այն կլիներ բացասական, քանի որ նրա գործունեությունը կապված էր ահաբեկչության հետ։ Իսկ որպես զգացմունք դա կլիներ վախ, սարսափ, հուզմունք, ամաչկոտություն։ Վախ կլիներ ավելի շատ մարդկանց կողմից։ Լավ։ Եթե յուրաքանչյուրին առաջարկեինք նոր անուն ընտրել գույնի կամ բնության որևէ երևույթի հիման վրա, որ անունը կտայիք, նկարեցեք այդ անունը խորհրդանշող պատկերով։ Կընտրեինք արաբական դիղամ անունը, քանի որ այն նշանակում է դաժան և կոպիտ։ Իսկ ինչ եք նկարել, ցույց կտաք ինձ։ Շատ լավ։ Եվ եթե Սադամ Հուսեյնին ներկայացնեք, հարցերը պետք չէ կարդալ։ Սադամ Հուսեյն պատկերացնում են կարմիր գույնով, քանի որ հաճախ կարմիրը ասոցացվում է սուր հակամարտության և ագրեսիայի հետ։ Եթե նրա քաղաքականությունը լիներ զգացմունք, ապա կլիներ վախ և ահաբեկում, իսկ անունը կտրեինք էլի արաբական ասալ, որը նշանակում է վայրի և ահաբեկիչ։ Շատ լավ, ապրեք։ Շնորհակալություն, հետաքրքիր աշխատանք եք արել։